դրված, ոնց որ թե շատ քիչ հատվածներ են մնում, որպեսզի մենք իրականացնենք։ Կիսում եք իմ այս տպավորությունը, համեց։ Շնորհակալություն մեծագույն վարչապետ, հարգելի գործընկերներ, պարոն վարչապետ, մի քանի ամփոփ ձևակերպումներ օգտագործեմ, որ պատկերը պարզ լինի։ Մենք Քաջարանից հետո ունենք մի թունել, որի մրցույթը հայտարարել ենք արդեն մեկ շաբաթ առաջ։ Չէ։ Սա Քաջարան-Մեղրի թունելն է, որը սրանից մոտ 2 կիլոմետրով ավելի կարճ թունել է, բայց որի մրցույթի արդյունքները կամփոփենք, հույս ունեմ ամռան ընթացքում, պարոն Խուդացյանի հետ առավոտյան ենք քննարկել, նորից այդպիսին է մեր առնվազն սպասումը, եւ եթե մենք այս մրցույթի արդյունքները ամփոփելով մինչեւ տարեվերջ կարողանանք կապալառու ներգրավենք, դա կնշանակի, որ Քաջարանից հետո ընկած եւ թունելը եւ ճանապարհահատվածը, որի մասին դուք արդեն նշեցիք, կամբողջանան իրենց համար նախատեսված այդ 7 տարվա մոտավորապես ժամկետում։ Հաջորդ կարևոր բանը նա է, որ ինչ այսօր պարոն Խուդացյանը զեկուցեց, այս հատվածում նույնպես շատ մեծ որոշակիություն ունենք։ Ունենք 3 միջազգային ֆինանսական կազմակերպություններ, որոնք համատեղ ֆինանսավորում են 2 ճանապարհահատվածները, Եվրոպական ներդրումային բանկը եւ Ասիական զարգացման բանկը արդեն իսկ հաստատել են հյուսիսային ճանապարհահատվածի 27 կիլոմետրանոց մասի ֆինանսավորման իրենց հանձնառությունը։ Ներողություն եմ խնդրում, Սիսիան Քաջարանի մասին է խոսքը։ Այո, Սիսիան Քաջարանը 3 հատված ունի, 2 ճանապարհահատվածներ են եւ իրենց մեջտեղում գտնվող Բալգուշատի 9 կիլոմետրանոց թունել են։ Հիմա հյուսիսային ճանապարհահատվածի ֆինանսավորումը սրանով մենք վերջնականացնում ենք, այսինքն ունենք 2 միջազգային ֆինանսական կազմակերպություն, գումարած կառավարության ֆինանսավորման մասը եւ այդտեղ ֆինանսական անորոշություն չի լինի։ Մրցույթները կհայտարարվեն, կապալառուները կընտրվեն, այդ ճանապարհահատվածները կիրականացվեն։ Հարավային հատվածը նույնպես արդեն վերակառուցման զարգացման Եվրոպական բանկը իր մասը հաստատել է, վավերացված է համաձայնագիրը, Եվրոպական ներդրումային բանկը համաձայնագիրը կառավարության հետ ստորագրել ազգային ժողովում վավերացման գործընթացում է գտնվում, եւ մենք սրանով կամբողջացնենք այդ 2 ճանապարհահատվածների կառուցման համար ֆինանսավորման աղբյուրները։ Շատ կարևոր է նաեւ, որ մենք ֆրանսիական կողմի հետ նույնպես ունենք առաջընթաց Բալգուշատի թունելի կառուցման մասով։ Այնտեղ կազմակերպությունները, որոնք որ պոտենցիալ մեր գործընկերներն են, արդեն առաջիկայում կժամանեն Հայաստան, նախարարության հետ տեխնիկական հարցերի շուրջ կաշխատենք, այնտեղ տեխնիկական հարցերը կարևոր են, որ բավարար պարզաբանումներ ունենան, եւ մենք ունենք հավաստիացում նաեւ գործընկերների կողմից, որ իրենք պատրաստական են շատ արագ աշխատել, այն աշխատանքը, որ այլապես կարող էր տևել 1 տարի, իրենց իսկ հավաստմամբ 6 ամսվա կամ 2 անգամ ավելի արագ իրականացնելու պատրաստակամություն ունեն, մենք էլ մեր կողմից մեծ ուշադրություն եւ ռեսուրսներ ենք հատկացնում, որ այդ քննարկումները ճիշտ ժամանակին ավարտվեն։ Եվ եթե մենք սա էլ ենք ամբողջացնում, արդեն Սիսիան Քաջարան 3 հատվածների հետ կապված կառուցման բոլոր կազմակերպական հարցերը ընկնում են իրականացման փուլի մեջ։ Մենք կարող ենք ասել, որ 2026 թվականի ընթացքում Սիսիանից հարավ բոլոր հատվածները կամ շինարարական աշխատանքների ընթացքի մեջ կլինեն կամ մեկնարկած կլինեն։ Իսկ արդեն դուք նշեցիք եւ պարոն Խուդացյանը նշեց, որ նաեւ Երևանից դեպի Գյումրի բոլոր ընթացքի մեջ գտնվող աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում եւ մենք 2026 թվականի սկզբին կունենանք նաեւ շահագործվող արդեն ամբողջապես շահագործման հանձնված, որովհետեւ այդտեղ կտոր ամբողջապես շահագործման հանձնված բոլոր հատվածները։ Մի շերտը հիմա էլ որոշակիորեն շահագործման մեջ։ Որտեւ ինձ թվում էր, թե մի շերտի մասին է խոսքը, ամբողջապես կլինի Երևան-Գյումրի։ Պարոն վարչապետ, ամեն ինչ անում ենք, որ ամբողջապես լինի, այս պահին աշտարակ Թալինի մասով ուրեմն 8 կիլոմետրանոց հատվածը ամբողջությամբ ավարտված է, 34 կիլոմետրանոց հատվածի վրա շինարարական աշխատանքներն իրականացվում եւ դա պլանավորում ենք ելի այս տարվա տարեվերջին առնվազն շահագործման հանձնել ամբողջապես։ Մնացած հատվածների մասով պարոն փոխվարչապետը ասեց, պիտի ասեմ, որ ագարակ, այսինքն Քաջարան ագարակ հատվածում շինարարական աշխատանքները ակտիվ ընթանում են, այնտեղ մենք ունենք նաեւ թունելի փորման հետ կապված աշխատանքներ, որը 820 մետր երկարությամբ թունել է եւ այս նախագծի ամենախոշոր թունելներից չի, բայց փաստացի այս պահին մեկնարկած ամենախոշոր թունելի աշխատանքներն են
փորման կեսից ավելին Այո, աշխատանքների դա ճանապարհից արդեն երևում է այդ թունելի աշխատանքը, որովհետև դրա համար ինձ թվաց թե թունելի մասին է խոսքը։ Չէ, դա 820 մետր երկարությամբ թունելի մասին է, այնտեղ աշխատանքները բուն փորման աշխատանքների կեսից ավելինը արդեն ավարտված է եւ տեմպը գործընկերները պահպանում են, այնտեղ նաեւ կամուրջների հետ կապված աշխատանքներ ունենք, որոնք էլի շարունակում են իրականացվել, իսկ ընդհանուր առմամբ ծավալները պատկերացնելու համար միայն կուզեմ երկու թվի մասին ասել, Սիսիան ագարակը ամբողջապես ավարտելուց հետո կունենա 21 կիլոմետր երկարությամբ թունելներ եւ 45 կամուրջ։ Այդպիսի ծավալի աշխատանք ենք իրականացնում այդ հատվածում, պարոն վարչապետ։ Լավ։ Պարոն Խաչատրյան, միջև, այսինքն ես ճիշտ դուք ինչ նկարագրում էիք, դա Սիսիան Քաջարանի ամբողջական տարբերակն է։ Լոտ չեմ ուզում ասեմ, որովհետև հիմա լոտերը բաժանված են, բայց Սիսիան Քաջարանի հատվածը 3 կտոր ենք բաժանել Սիսիան Քաջարանը, նախկին մի լոտը եւ հիմա բայց ամբողջականի մասին նա խոսքը, այդ կտորի։ Սիսիանից մտնելու են Քաջարան դուրս են գալու այս շինարարության փուլում։ Եվ շատ կարևոր է, որ իրենք հաջորդաբար են շահագործելի։ Այսինքն իրենք պետք է միաժամանակ արկա լինեն, որ ամբողջ շահագործվի։ Եվ Այսինքն ժամանակացույցը կառուցում են։ այնպես ենք անում, որ միաժամանակ շահագործման հանձնվեն, պարոն վարչապետ։ Եվ ըստ էության ստացվում է, որ Սիսիանից միջև Մեղրի անցակետ նոր կառուցված ճանապարհ Երևան-Գյումրիից էլ ես ավելի լավ, եթե տենց է, ավելի լավ ամբողջականը, այնտեղ մեզ կմնա ուրեմն ստացվում է կմնա մեզ Գյումրի Բավրայում մենք աշխատանք ունենք անելու եւ Արտաշատ Սիսիան հատվածում։ Ես կարծում եմ, որ մենք հիմա կենտրոնանանք այս կտորները երկու, այսինքն Սիսիան Քաջարանն էլ դնենք, այսպես ասած, հոսքագծի վրա ու արդեն կենտրոնանանք Արտաշատ Սիսիան հատվածի վրա, այնտեղ թե որոշելու հարց է, լավ լուրն է նա, որ երևի թե գոնե Սիսիան Մեղրի հետ համեմատած ամենաբարդ կտորը չի։ Ամենաբարդ կտորը չի եւ հետեւաբար ամենաբարդ չէ դե պարզա բարդություններ կան, բայց հիմա այնտեղ քանի 45 կամուրջի հարց չի ծագում էլի այդտեղ։ Համեց Պարոն վարչապետ, ուղղակի ուզում տեղեկացնեմ, որ Արտաշատ Սիսիան ճանապարհը մի մասը անցնում է լրիվ նոր ճանապարհ եւ այդտեղ էլի թունելների եւ կամուրջների մեծ հարցեր կան։ Իհարկե նախագծումը դեռ չի արվել, դետալները հայտնի չեն, բայց այդտեղ էլ բարդ աշխատանքներ կան իրականացնել։ շատ լավ, դե նկատի ունեմ բոլոր դեպքերում հիմա այս հատվածը, երբ որ արդեն հոսքագծի վրա դրվեց, արդեն պետքա զբաղվել մյուս հատվածի խնդիրներով, որ կարծում եմ շատ կարևոր է։ Ամենակարևոր իմ մոտ փոփոխությունն է նա, որ ես զգացողությունն է փոխվում, երբ որ տեսնում ես, որ այն ինչ որ նախ շինարարությունը երևում է, ասենք ճանապարհներին տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տեխնիկաներ են շարված, որոնք անընդհատ աշխատում են։ Երկրորդը պլանավորման մասում այն աշխատանքային ինֆորմացիային, որ տիրապետում ենք, այդ աշխատանքային ինֆորմացիան նույն զգացողությունն է ստեղծում, որ մենք առաջ ենք գնում հստակ, եւ իհարկե այն մնացած հատվածները նույնպես պետք է արդեն անցնենք այդ փուլին, որպեսզի ծրագիրը ամբողջական ավարտենք, որը շատ կարևոր նախագիծ է։ Խնդրեմ Հյուսիսարավի հետ կապված այլ դիտարկումներ չկան, բայց ես ուզում եմ մի դիտարկում անեն Հյուսիսարավի հետ ուղիղ չկապված, գիտեք, որ ամեն ամիս հրապարակվում է Հայաստանում գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերը եւ ուրեմն 2025 թվականի մարտին արձանագրվել է 782,100 աշխատատեղ, որ նախորդ տարվա մարտի համեմատ ավել է 41,000 աշխատատեղով։ Բայց կա նաև մեկ ուրիշ առանձնահատկություն, ընդհանրապես աշխատատեղերի բացարձակ ռեկորդը սահմանվել է, այսինքն ռեկորդ այն առումով, որ ամենաբարձր թվով աշխատատեղերն են արձանագրվել է նախորդ տարվա նոյեմբերին, 2023 թվականի նոյեմբերին, ու նաև պիտի արձանագրենք, որ վերջին երամսյակը այս առումով սովորաբար ամենաակտիվն է լինում,
հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերին եւ այս տարվա մարտի ցուցանիշը 782.100-ը բացարձակ ռեկորդից հետո երկրորդ ցուցանիշն է, որը բացարձակ ռեկորդին զիջում է ընդամենը 732 աշխատատեղով։ Այսինքն մարտի համար բացարձակ ռեկորդ է, բոլոր մարտերի համար բացարձակ ռեկորդ է, բայց ընդհանուր ամենաշատ թվին, որը նախորդ տարվա նոյեմբերի 25-ն է, զիջում է ընդամենը 731 աշխատատեղով եւ սա նույնպես կարևոր արձանագրում է, որը ուզում եմ անել եւ իմիջայլոց ամենևին էլ բացառված չի, որ այս գործում որոշակի դեր ունեցել է նաեւ համընդհանուր հայտարարագրման համակարգը, երբ որ քաղաքացիները արձանագրելով, որ իրենք կարող են սոցիալական կրեդիտներ ստանալ, այդ սոցիալական կրեդիտների բերումով նաև որոշակի գործատուների վրա ճնշում են գործադրել կառուցողական, որպեսզի աշխատատեղերը պատշաճ ձևով գրանցեն եւ մենք քաղաքացիների այս գործելակերպը ողջունում ենք։ Իհարկե ենթադրում եմ, որ գիտեք, ընդհանրապես այս կարգի թվերը 40,000 աշխատատեղ նախորդ տարվա մարտի համեմատ մի գործոնով չի կարող պայմանավորված լինել։ Դրանք իմիջայլոց անհույս վարկերի որոշումը նույնպես որոշակի ազդեցություն կարող է ունեցած լինել այս ցուցանիշի վրա, ինչը մեզ վստահություն է տալիս, որ առաջիկայում մենք այսպիսի էլի լուրեր կունենանք, ինչը իհարկե լավ է եւ եւս մեկ անգամ ցույց է դնում ռեֆորմի արդարացվածությունը։ Հարցը դրվում է Հյուս Սարաֆի հետ կապված հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հարգելի գործընկերներ, չզեկուցվող հարցերի փաթեթում մենք որոշում ենք կայացրել, որը վերաբերվում է Օմանում Հայաստանի դեսպանատան բացելուն եւ կարծում եմ սա եւս կարեւոր է մեր